Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգիրքի հոդվածներով խաղաղության մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման եւ այլ ցաներ հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դատավարությունը շարունակվել է։ Դատարանում ցույցում են կենտրվել Հայաստանի ագրեսիվ պատերազմի եւ օկուպացիայի քաղաքականության հետևանքով կատարված հանցագործությունների ժամանակ տուժածները, ինչպես նաև տուժած անձանց օրինական ժառանգները։ Տուժածների օրինական ժառանգը Իլխան Նովրուզալիևը իր ցուցմունքում նշել է, որ իր որդի Օրխան Նովրուզալիզադեն զոհվել է Քելբաջարում հայկական բանակի մնացորդների եւ հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից արձակված կրակի հետևանքով։ Տուժած անձնօրինական ժառանգ Մալահաթ Հասանովան իր ցուցմունքում նշել է, որ իր որդի Էլշադ Հասանովը զոհվել է Լաչինում թշնամու կողմից արձակված կրակի հետևանքով։ Շաբան Բիլալով իր ցուցմունքում նշել է, որ իր եղբայրը Սարխան Բիլալովը զոհվել է Աղդերի ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ։ Այս անգամ դատավարության ընթացքում ցուցում են կետվել ընդհանուր առմամբ 22 տուժած անձ եւ հրապարակվել են նաեւ վիրավորների վերաբերյալ անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։